Մանկական աստվածաշունչ, մաս երկրորդ, Ռեբեկան։ Անցավ բավական ժամանակ, ու Աբրահամը շատ ծերացավ, ու նրա որդին Իսահակը երիտասարդ դարձավ։ Մի օր Աբրահամը կանչեց իր ծառային ու հրահանգ տվեց նրան գնալ միջագետք ու այնտեղից հարց բերել Իսահակի համար։ Ծառան վեր կացավ ու գնաց Միջագետք, Աբրահամի եղբոր Նաքովրի քաղաքը։ Երբ նա միջագետք հասավ, աղոթել սկսեց, որ Տերը իրեն հանդիպեցնի Իսահակի համար նախատեսված աղջկան։ Ով Տեր իմ, տիրոջ Աբրահամի Աստվածը, այսօր ինձ հանդիպեցրու նրա հետ, և իմ տիրոջ Աբրահամին լավություն արա։ Ահա ես կանգնած եմ աղբյուրի մոտ, ու քաղաքի բնակիչների աղջիկները գալիս են ջուր տանելու, ու այն աղջիկը, որին կասեմ կուժդ թեքիր ջուր խմեմ, ու որը կասի խմիր, ես քո ուղտերին էլ ջուր կտամ, կլինի նա, ում նախատեսել ես դու Իսահակ ծառայի համար։ Այսպես կհասկանամ, որ դու լավություն ես անում իմ տիրոջը։ Դեռ խոսքը չավարտած աղբյուրի մոտ հայտնվեց Ռեբեկա անունով մի հիանալի աղջիկ։ Նա իր կուժը ջրով լցրեց ու ետ դարձավ։ Աբրահամի ծառան վազեց նրան ընդառաջ ու ասաց. «Թող մի քիչ ջուր խմեմ քո կժից»։ Աղջիկը պատասխանեց. «Խմիր, Տեր իմ»։ Երբ աղջիկը հագեցրեց նրան, ասաց. «Քո ուղտերին էլ ջուր տամ, մինչև հագենան»։ Ծառան զարմացած լուռ դիտեց, թե ինչպես էր աղջիկը ջուր տալիս իր ուղտերին, ու հարցրեց. «Դու ո՞ւմ աղջիկն ես»։ «Ասա ինձ, քո հոր տանը մեզ համար գիշերելու տեղ կա»։ Ռեբեկան պատասխանեց, որ ինքը Բաթուելի աղջիկն է, Նաքովրի, Աբրահամի եղբոր թոռը։ Ասաց նաև, որ հարդ էլ ունեն, ճարակ էլ, գիշերելու տեղ էլ։ Այս լսելով ծառան խոնարհվեց տիրոջ առաջ ու փառաբանեց նրան, իրեն ուղիղ Աբրահամի եղբոր տունը առաջնորդելու համար։ Ծառան մտավ Նաքովրի տունը ու բոլոր ներկաներին պատմեց, թե ինչպես Աբրահամը իրեն հայրենիք ազգականների մոտ ուղարկեց իր որդի Իսահակին կին բերելու համար, ու այն մասին, թե ինչպես Տերը իր աղոթքին պատասխանեց։ Հետո Ռեբեկայի հարազատներին հարցրեց, թե կթողնեն, որ Ռեբեկան իր հետ գնա։ Ծնողները կանչեցին իրենց աղջկան ու հարցրին. «Կգնաս այս մարդու հետ»։ Ռեբեկան համաձայնվեց։ Համաձայնություն տվեց ամբողջ ընտանիքը, ու նրան թողեցին հասկանալով, որ այդ է Աստծո կամքը։ Շատ կարևոր է միշտ աղոթելով տիրոջ խորհուրդն ու առաջնորդությունը խնդրել, այն ժամանակ նա կտա իր առատ օրհնությունը։ Ռեբեկան ու Աբրահամի ծառան ուղտերի վրա նստած երկար գնացին և վերջապես հասան այն երկիրը, որտեղ Իսահակը սպասում էր նրանց։ Երեկոյան Իսահակը արթ դուրս եկավ, հանկարծ տեսավ մոտեցող կարավանը, որը իր հարսնացուին էր բերում։ Մինչ այդ երբեք Ռեբեկային չէր տեսել, Ռեբեկան էլ իրեն, բայց նրանք շատ սիրեցին իրար ու շատ երջանիկ էին, որովհետև Աստված ինքը նրանց իրար համար կանխորոշել էր։ Աստված նրանց երկու որդի տվեց՝ Հակոբ ու Եսավ անունով։ Նրանք երկվորյակներ էին, բայց Եսավը ավելի շուտ ծնվեց, քան Հակոբը, այդ պատճառով էլ առաջնեկ էր կոչվում։ Ծերության հասակում Իսահակի տեսողությունը վատացավ։ Մեռնելուց առաջ ուզեց օրհնել իր առաջնեկին՝ Եսավին։ Իսահակը նրան իր մոտ կանչեց ու պատվիրեց, որ նա որսամսից իր սիրած ճաշերը պատրաստի։ Հայրը խոստացավ դրանից հետո օրհնել իր որդուն։ Այս լսելով Ռեբեկան Հակոբին իր մոտ կանչեց ու պատմեց այդ բոլորը։ Նա շատ էր ուզում, որ Հակոբը հայրական օրհնությունը ստանար։ Այդ պատճառով նա որոշեց խաբել Իսահակին։ Երբ Եսավը որսի գնաց, Ռեբեկան Հակոբին նախիր ուղարկեց։ 2 այծ բերել տվեց և Իսահակի սիրած ճաշը պատրաստեց։ Հետո վերցրեց Եսավի սիրած հագուստը ու Հակոբին հագցրեց։ Բայց քանի որ Եսավի մարմինը շատ մազոտ էր, Ռեբեկան Հակոբի ձեռքերն ու վիզը այծի մորթիով փաթաթեց, որպեսզի եթե վատ տեսողություն ունեցող հայրը շոշափի, չզգա խաբեությունը։
Հակոբը վերցրեց պատրաստված ճաշն ու մտավ հոր մոտ։ Երբ Հակոբը հորն առաջարկեց ուտել ճաշը, հայրը ասաց. «Մոտեցիր ինձ, շոշափեմ քեզ, որդիս, տեսնեմ իմ Եսավ որդի՞ն է, թե ոչ»։ Հակոբը մոտեցավ, Իսահակը շոշափեց նրան ու ասաց. «Ձայնը Հակոբինն է, իսկ ձեռքերը Եսավինը»։ Չճանաչեց նրան, որովհետև այծի մորթիով փաթաթված նրա ձեռքերը նման էին իր եղբոր ձեռքերին։ Հայրը խնդրեց իրեն ճաշ տալ, ուտելուց հետո նա օրհնեց որդուն։ Այսպես խաբելով Հակոբը իր եղբայր Եսավի համար նախատեսված օրհնությունը ինքը ստացավ։ Այդ պատճառով Եսավը ատեց իր եղբորը ու որոշեց սպանել նրան։ Ռեբեկան լսեց, որ Եսավը սպառնում է սպանել իր սիրելի որդի Հակոբին։ Այդ մասին հայտնեց Հակոբին ու խորհուրդ տվեց փախչել իր եղբոր Լաբանի մոտ ու որոշ ժամանակ այնտեղ ապրել, մինչև որ Եսավի զայրույթն իջնի։ Հակոբի մեկնելուց առաջ Իսահակը իր մոտ կանչեց նրան ու պատվիրեց չամուսնանալ Քանանի աղջիկներից որևէ մեկի հետ, այլ աղջիկ առնել միջագետքի դստրերից։ Ապա Իսահակը օրհնեց նրան ասելով. «Թող Ամենակարող Աստվածը օրհնի քեզ, թող Աբրահամի օրհնությունը տա քեզ ու քո սերնդին»։ Հակոբի ճանապարհորդությունը շատ օրեր տևեց։ Ճանապարհին գիշերը վրա հասավ, ու նա մի տեղ կանգ առավ, գլխի տակ մի քար դրեց ու քնեց բաց երկնքի տակ։ Այնտեղ Աստված նրան մի հրաշալի երազ տվեց։ Հակոբը երազում մի սանդուղք տեսավ, որի ծայրը երկինք էր հասնում, ու որի վրա Աստծո հրեշտակները իջնում-բարձրանում էին։ Աստված խոսեց նրան ու ասաց. «Ես Տերն եմ, քո հոր Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը։ Այն երկիրը, որի վրա պառկած ես, տալու եմ քեզ և քո սերնդին, ես քեզ հետ եմ, և ուր էլ որ գնաս, քեզ պահպանելու եմ»։ Հակոբը քնից արթնացավ ու ասաց. «Իրոք Աստված այստեղ էր, բայց ես չգիտեի»։ Հետո վերցրեց այն քարը, որը գիշերը գլխի տակ էր դրել, որպեսզի հուշարձան կանգնեցնի, և ուխտ արեց Տիրոջը, ասելով. «Եթե Աստված ինձ հետ լինի ու պահպանի ինձ այս ճանապարհին, որով գնում եմ, ինձ հաց տա ու հագնելիք և խաղաղությամբ վերադառնամ հորս տունը, Տերը իմ Աստվածը կլինի, և այս քարը, որը որպես հուշարձան եմ կանգնեցրել, Աստծո տունը կլինի, ու այն ամեն բանից, որ դու կտաս ինձ Աստված, 10-րդ կտամ քեզ»։ Շարունակելով դեպի միջագետք իր երկար ճանապարհը, Հակոբը վերջապես հասավ այնտեղ, ուր սքանչելի արոտավայրեր կային, կանգ առավ մի ջրհորի մոտ, որի անցքը մի մեծ քարով էր փակված։ Հովիվները մոտեցան, ջրհորի անցքը փակող քարը տեղաշարժեցին, իրենց նախիրը ջրեցին ու քարը ետ դրեցին։ Հակոբը մոտիկ գտնվող հովիվներին հարցրեց. «Նա քովրի որդի Լաբանին ճանաչո՞ւմ եք»։ Նրանք ասացին. «Այո, ճանաչում ենք, ահա նրա աղջիկը Ռաքելը ոչխարների հետ գալիս է»։ Ռաքելը իր արածած ոչխարների հետ ջրհորին էր մոտենում։ Ռաքելին տեսնելով Հակոբը մի կողմ հրեց ջրհորի քարը ու իր քեռու Լաբանի ոչխարները ջրեց։ Հետո համբուրեց Ռաքելին և ուրախությունից լաց եղավ, ասելով, որ ինքը նրա հորաքրոջ տղան է։ Այդ լսելով Ռաքելը տուն վազեց ու հորը հայտնեց։ Հայրը դուրս վազեց, գրկեց Հակոբին, համբուրեց ու տուն բերեց։ Հակոբը մնաց քեռու մոտ ապրելու, ծառայելու նրան, արածելով նրա նախիրը։ Հակոբը Լաբանի մոտ մնաց և ծառայեց 7 տարի, որպեսզի նա իր դուստր Ռաքելին իրեն կնության տա։ Այդ 7 տարիները Հակոբին օրեր թվացին, որովհետև սիրում էր Ռաքելին, իսկ Լաբանը նրան կնության տվեց իր 2 աղջիկներին՝ Լիային և Ռաքելին։ Հին ժամանակներում կարելի էր ամուսնանալ իր ազգականի հետ ու թույլատրվում էր մի քանի կին առնել։ Այստեղ Միջագետքում Հակոբն ունեցավ 11 որդի և 1 դուստր, իսկ հետագայում Քանանում 1 որդի ևս։ Հակոբը շատ հարուստ մարդ դարձավ, նա իր կանանցով ու երեխաներով ապրեց վրանի տակ ու շատ ծառաներ ու աղախիններ ունեցավ, ինչպես և շատ ոչխարներ, ուղտեր և էշեր։
Մի օր Տերը Հակոբին ասաց, որ հայրենիք վերադառնա։ Հակոբը վերցրեց իր կանանց ու երեխաներին, հավաքեց ունեցվածքը ու ճանապարհ ընկավ դեպի Քանանի երկիրը, չգիտենալով, թե արդյոք Եսավի բարկությունը իջել է, թե ոչ։ Նրա բարկությունը մեղմացնելու համար շատ նվերներ ուղարկեց նրան։ Հայրենիք վերադառնալու ճանապարհին Հակոբի կարավանին գետակ հանդիպեց։ Հակոբը ծանծաղուտով բոլորին մյուս ափը անցկացրեց ու ինքը որոշ ժամանակ մենակ մնաց մյուս ափում։ Հանկարծ ինչ-որ մեկը հանդիպեց իրեն և մինչև լուսաբաց մենամարտեց նրա հետ ու ազդրի ջիղը վնասեց։ Լուսաբացին նա Հակոբին ասաց. «Բաց թող ինձ, որովհետև լույսը ծագեց»։ Հակոբն ասաց. «Չեմ բաց թողնի քեզ, մինչև ինձ չօրհնես»։ Մյուսն ասաց. «Ի՞նչ է անունդ»։ Պատասխանեց. «Հակոբ է»։ Իր հետ մենամարտողն ասաց. «Այսուհետև քո անունը ոչ թե Հակոբ կլինի, այլ Իսրայել, որովհետև դու Աստծո հետ մենամարտեցիր ու մարդկանց պիտի հաղթես»։ Հակոբն էլ հարց տվեց. «Ասա ինձ քո անունը»։ Պատասխանը եղավ. «Ինչու ես իմ անունը հարցնում»։ Եվ նա օրհնեց Հակոբին։ Երբ Հակոբը մենակ մնաց, հասկացավ, որ Աստծո հետ էր մենամարտել։ Աստված առատորեն օրհնեց Հակոբին այն բանի համար, որ նա համառորեն օրհնություն էր խնդրում։ Քանանու երկիրը մոտենալով Հակոբը տեսավ, որ Եսավը 400 մարդկանցով դեպի իրեն է գալիս։ Այն ժամանակ նա առաջ անցավ ու եղբորը մոտենալով 7 անգամ մինչև գետին խոնարհվեց։ Եսավը եղբորը ընդառաջ վազեց, գրկեց ու երկուսով լաց եղան։ Հետո մոտեցան կանայք, երեխաներն ու ծառաները և խոնարհվեցին Եսավի առաջ։ Եսավը Հակոբին հարցրեց. «Ինչու ես այսքան շատ նվերներ ուղարկել ինձ»։ Հակոբը պատասխանեց. «Որպեսզի քո առաջ շնորհ գտնեմ»։ Եսավը սիրալիր ասաց. «Ես շատ բան ունեմ, եղբայր իմ, թող քոնը քեզ մնա»։ Հակոբը առարկեց. «Ոչ, եթե քո առաջ շնորհ գտա, ապա ընդունիր նվերս, ընդունիր իմ քեզ բերած բարիքները, որովհետև Աստված ինձ պարգևել է, ու ես ամեն բան ունեմ», ու խնդրեց Եսավին ընդունել իր նվերները։ Ապա Եսավը իր տուն վերադարձավ, իսկ Հակոբը բնակություն հաստատեց Քանանում, Սիվքեմ քաղաքի մոտ։ Հողի մի մասը գնեց ու այնտեղ վրան խփեց։ Նա զոհասեղան շինեց ու նրան Աստված Իսրայելի Աստվածը անվանեց։ Այսպես իրականացավ հրաշալի երազը, որ նա տեսել էր իր փախստական ու միայնակ կյանքի դժվարին ժամանակներում։ Տերն ուղարկեց նրան այն բոլորը, ինչ խոստացել էր, ու Հակոբը չմոռացավ շնորհակալություն հայտնել նրա արածի համար։ Եվ այսպես Հակոբը նորից հաստատվեց Քանանի երկրում։ Այստեղ Ռաքելը ևս մի երեխա ունեցավ՝ Բենյամինը։ Այսպիսով Հակոբը ունեցավ 12 որդիներ ու 1 դուստր՝ Ռուբեն, Շմավոն, Ղևի, Հուդա, Դան, Նեփղայիմ, Գադ, Ասեր, Իսաքար, Զաբուղոն, Դինա, Հովսեփ ու Բենյամին։ Իր որդիներից Հակոբը ամենից շատ սիրում էր Հովսեփին, քանի որ նա իր ծերության զավակն էր։ 17 տարեկան Հովսեփը իր եղբայրների հետ հոտն էր արածեցնում, և Հովսեփը նրանց արած չարությունները պատմում էր նրանց հորը։ Մի անգամ Հակոբը Հովսեփին մի շատ սիրուն բազմագույն զգեստ նվիրեց, ու նրա եղբայրները նախանձում էին նրան, որովհետև իրենց հայրը բոլոր եղբայրներից ավելի էր սիրում նրան, և ատեցին նրան ու չէին կարողանում սիրով ու խաղաղությամբ խոսել նրա հետ։ Հովսեփը դեռ չգիտեր, թե իր եղբայրների ատելությունն ու նախանձը ինչ հետևանք պիտի ունենար։ Նա սիրում էր Աստծուն ու նրա պատվիրանների համեմատ էր ապրում։ Այդ պատճառով էլ հետագա բոլոր դժվարությունները, որոնք պատահեցին իրեն, Աստծո օգնությամբ օրհնաբեր եղան թե իրեն և թե իր ընտանիքին։ Հովսեփը մի երազ տեսավ, և երազը պատմեց իր եղբայրներին, ու նրանք ավելի ատեցին իրեն։ Հովսեփը նրանց ասաց. «Լսեցեք, ահա այն երազը, որ տեսել եմ։ Ահա մենք դաշտում որաներ էինք կապում, ահա իմ որան վեր կացավ և ուղիղ կանգնեց, և ահա ձեր որաները նրա շուրջը կանգնեցին,
ու իմ որային երկրպագություն արեցին։ Եղբայրները նրան ասացին. «Միթե դու թագավորելու ես մեր վրա», ու նրա խոսքերի ու երազների համար ավելի ատեցին նրան։ Նա մեկ ուրիշ երազ էլ տեսավ ու պատմեց եղբայրներին, ասելով. «Ահա արեգակը և լուսինը, և 11 աստղերը ինձ երկրպագություն էին անում»։ Եվ իր հորն ու եղբայրներին պատմեց։ Հայրը հանդիմանեց նրան և ասաց. «Այս ինչ երազ է, որ տեսել ես։ Միթե ես քո մայրը և քո եղբայրները իսկապես պետք է գանք ու մինչև գետին խոնարհվենք»։ Եղբայրները նախանձեցին իրեն, իսկ հայրը մտքում պահեց այդ խոսքը։ Մի օր, երբ Հովսեփի եղբայրները տնից հեռու հոտերն էին արածում, Հակոբը Հովսեփին ուղարկեց նրանց տեսնելու, նրանց առողջության մասին իմանալու ու իրեն տեղեկացնելու։ Հովսեփը ուրախությամբ ճանապարհ ընկավ, դաշտում երկար թափառեց, մինչև գտավ իր եղբայրներին։ Նրան հեռվում տեսնելով եղբայրները չարությամբ ասացին. «Երազ տեսնողը գալիս է»։ Ու երբ Հովսեփը մոտեցավ, պայմանավորվեցին սպանել նրան, ասելով. «Եկեք սպանենք նրան ու նետենք մի փոսի մեջ, ու մեր հորն էլ ասենք, որ մի գազան կերավ նրան»։ Հետո չարությամբ ավելացրին. «Ու տեսնենք, թե ինչ պիտի լինեն նրա երազները»։ Եղբայրներից ամենաավագը Ռուբենը մյուսներից բարի էր։ Երբ լսեց Հովսեփի դեմ կատարվելիք չարության մասին, որոշեց ազատել նրան ու հորը վերադարձնել։ Ռուբենը սկսեց համոզել եղբայրներին չսպանել նրան, այլ միայն փոսի մեջ նետել։ Եղբայրները համաձայնվեցին, ու երբ Հովսեփը իրենց մոտեցավ, իր վրայից հանեցին գույնզգույն զգեստը ու իրեն փոսի մեջ նետեցին։ Հանկարծ վաճառականների մի կարավան նկատեցին, որը Գաղաադից Եգիպտոս էր գնում։ Եղբայրներից մեկը առաջարկեց Հովսեփին վաճառականներին ծախել։ Բոլորը համաձայնվեցին, ու երբ կարավանը իրենց մոտեցավ, նրանք իրենց եղբորը 20 արծաթադրամով վաճառեցին։ Վաճառականները Հովսեփին Եգիպտոս տարան, իսկ եղբայրները միայծ մորթեցին, նրա արյունը Հովսեփի զգեստին քսեցին ու իրենց հորն ուղարկեցին, ասելով. «Մենք սա գտանք, նայիր, արդյոք քո որդու զգեստն է»։ Հակոբը ճանաչեց զգեստը ու ցավով բացականչեց. «Սա իմ որդու զգեստն է»։ Մի չար գազան կերել է նրան։ Նա դառը ու անմխիթար լաց եղավ իր սիրելի որդու կորստյան վրա։ Չար զավակները խաբեցին իրեն։ Բայց ամենատես ու ամենազոր Աստծուց ոչինչ թաքցնել հնարավոր չէ։ Նա տեսավ եղբայրների սրտում բույն դրած նախանձը, որը հասցրեց ատելության, հանցագործության ու ստի։ Մենք պետք է մշտապես աղոթենք, որպեսզի մեր սրտերում ամենաաննշան նախանձն անգամ արմատ չգցի, որովհետև կարող է դրանից մեծ վնաս հասնել։ Վաճառականները Եգիպտոսում Հովսեփին որպես ստրուկ ծախեցին պալատականին, այսինքն Եգիպտոսի փարավոնի օգնականին։ Տերը անընդհատ իրեն դիմող Հովսեփին օգնում էր ամեն ինչում։ Այդ պատճառով էլ հաջողակ էր այն բոլոր գործերում, որ իրեն հանձնարարում էին։ Հովսեփի տեր Պետապրեսը նկատեց, որ Հովսեփի արած ամեն բանում Աստված հաջողություն էր տալիս նրան, այդ պատճառով սիրեց իրեն ու իր ողջ տան կառավարիչը կարգեց, իր հսկողության տակ դնելով այն ամենը, ինչ ուներ։ Իսեր Հովսեփի Աստված պալատականի տունը օրհնեց։ Հովսեփը իմաստությամբ կառավարեց ամբողջ տունը, ու նրա տերը ոչ մի հոգս չունեցավ։ Հովսեփը գեղեցիկ երիտասարդ էր, այնպես պատահեց, որ Պետապրեսի կինը սիրահարվեց նրան, և քանի որ նա հեթանոս էր, չէր ճանաչում տիրոջը ու նրա պատվիրանները, գայթակղեցնում էր Հովսեփին, որ իր հետ շնություն անի։ Սակայն Հովսեփը, որ սիրում էր Աստծուն, մերժեց նրա առաջարկությունները և ասաց. «Ինչպե՞ս կարող եմ ես այս մեծ չարությունն անել ու մեղանչել Աստծո դեմ»։ Երբ Պետապրեսի կինը տեսավ, որ Հովսեփը չի համաձայնում իր առաջարկին, որոշեց նրանից վրեժ լուծել։ Նա ստեց իր ամուսնուն ու մեղադրեց Հովսեփին, ասելով. «Այն հրեա ծառան, որ դու բերեցիր մեզ, ինձ մոտ եկավ, ինձ խայտառակ անելու։ Սակայն երբ ես ձայնս բարձրացրի ու գոռացի, նա իր զգեստը թողեց ինձ մոտ ու դուրս փախավ»։
Երբ նրա տերը լսեց իր կնոջ խոսքերը, որ ասաց. «Այսպես վարվեց քո հրեա ծառան ինձ հետ», խիստ բարկացավ ու նրան նետեց այն բանտը, ուր թագավորի կալանավորներն էին բանտարկված։ Եվ նա այնտեղ բանտում մնաց։ Սակայն բանտում էլ տերը Հովսեփի հետ էր ու օգնում էր իրեն։ Աստված բանտապետի սիրտը լավ տրամադրեց Հովսեփի նկատմամբ, ու նա բոլոր բանտարկյալների վրա տնօրեն նշանակեց Հովսեփին։ Ինքը բանտապետը ամեն բան հանձնել էր Հովսեփին ու ոչ մի բանի չէր խառնվում, որովհետև կատարելապես վստահում էր նրան։ Աստված խոստացած է միշտ լինել նրանց հետ, ովքեր սիրում են իրեն, ու երբ նրանք տառապանքի մեջ են լինում, Աստված ազատում ու փառավորում է նրանց։ Հովսեփն իր հույսը Աստծո վրա դրեց ու նրանից օգնություն սպասեց։ Այն բանտում, որտեղ Հովսեփն էր, թագավորի երկու ծառաներն էին բանտարկված, նրանցից մեկը ժամանակին թագավորի սեղանն էր սպասարկում, թագավորի բաժակի մեջ գինի լցնելով։ Նրան մատրվակ էին անվանում։ Մյուսը թագավորի սեղանի զանազան ուտելիքներն էր դնում, նրան հացագործ էին անվանում։ Սրանք թագավորի առաջ հանցանք գործեցին ու բանտ ընկան։ Մի օր մատրվակն ու հացագործը երկուսն էլ երազ տեսան, բայց երազները մեկնել չկարողացան։ Հովսեփը նրանց ասաց. «Չէ՞ որ Աստված է տալիս մեկնաբանությունները, պատմեցեք ինձ ձեր երազները»։ Մատրվակը առաջինը պատմեց իր երազը։ Նա երազում խաղողի ворթ էր տեսել, որի վրա 3 ճյուղ կար։ Այնուհետև ворթի վրա ծաղիկներ էին երևացել, որոնք աճել ու պտուղ էին դարձել։ Նա հավաքել էր այդ պտուղները, ճզմել հյութը բաժակի մեջ ու մատուցել փարավոնին։ Հովսեփը իսկույն նրանց մեկնեց երազն ու ասաց. 3 ճյուղերը 3 օրեր են։ 3 օրից փարավոնը կվերականգնի քեզ քո պաշտոնին, դու նրա ձեռքը կտաս բաժակը, ինչպես առաջ, նորից նրա մատրվակը կլինես։ Հետո հացագործը պատմեց նրան իր երազը։ Նրա երազում իր գլխի վրա 3 զամբյուղ կար։ Ամենավերևում եղած զամբյուղը լի էր ամեն տեսակ թագավորական ուտելիքներով ու թռչուններն էին ուտում։ Լսելուց հետո Հովսեփն ասաց. 3 զամբյուղները 3 օրեր են նշանակում։ 3 օրից փարավոնը կկանչի քեզ ու ծառից կկախի, և թռչունները քո մարմինը կկցահարեն։ 3 օրից նրանց հետ կատարվեց ճիշտ ու ճիշտ այն, ինչ կանխագուշակել էր Հովսեփը։ Մի օր Եգիպտոսի փարավոնը երազ տեսավ։ Երազում կանգնած էր գետի ափին։ Հանկարծ գետից 7 գեր կովեր դուրս եկան ու սկսեցին եղեգների մեջ արածել։ Հետո դուրս եկան 7 նիհար կովեր։ Այդ նիհար կովերը կերան գեր կովերին։ Դրանից հետո փարավոնը արթնացավ, նորից քնեց և ուրիշ երազ տեսավ։ Մեկ ցողունի վրա 7 պարարտ ու լավ հասկեր էին դուրս եկել։ Ահա նրանց ետևից 7 վտիտ և խոշակահար հասկեր բուսան ու կուլ տվին լավ հասկերին։ Փարավոնը արթնացավ ու այս երազներից շատ շփոթվեց։ Իր մոտ կանչեց Եգիպտոսի բոլոր իմաստուններին ու նրանց պատմեց իր երազը, սակայն ոչ ոք մեկնել չկարողացավ։ Այն ժամանակ մատրվակը ասաց թագավորին, որ հիշում է Հովսեփ անունով մի հրեա երիտասարդի, որը բանտում իր և հացագործի երազները մեկնեց ու երազները իրականացան, ճիշտ այնպես, ինչպես երիտասարդը մեկնել էր։ Փարավոնը իսկույն Հովսեփի ետևից մարդ ուղարկեց։ Երբ նրան բերին, փարավոնն ասաց. «Լսեցի, որ դու կարող ես երազներ մեկնել»։ Հովսեփը պատասխանեց. «Ոչ թե ես, հապա Աստված պիտի տա խաղաղության պատասխան փարավոնին»։ Փարավոնը նրան պատմեց իր երազները։ Հովսեփն ասաց. «Աստված ցույց է տվել փարավոնին այն, ինչ պիտի անի։ 7 լավ կովերն ու 7 լի հասկերը լավ բերքի 7 տարիներ են Եգիպտոսում, իսկ 7 նիհար կովերն ու 7 վտիտ հասկերը սովի 7 տարիներ են, որոնք կհաջորդեն բերքառատ տարիներին»։ Փարավոնի երազը կրկնվեց 2 անգամ։ Նրա համար, որ այս բանը իսկապես Աստծո կողմից է, և նա շուտով պիտի կատարի։ Հետո Հովսեփը խորհուրդ տվեց փարավոնին Եգիպտոսի վրա մի իմաստուն կառավարիչ կարգել, որպեսզի նա պաշար հավաքի 7 առատ տարիների ընթացքում։
Փարավոնը շատ գոհ մնաց այն բանից, թե Հովսեփը ինչպես մեկնեց իր երազները։ Նա իր ծառաներին ասաց. «Կգտնենք արդյոք մեկ ուրիշ նման մարդ, ինչպիսին Հովսեփն է, որի մեջ Աստծո հոգին լինի»։ Հետո դիմեց Հովսեփին հետևյալ խոսքերով. «Քանի որ Աստված քո առաջ բաց արեց այս գաղտնիքը, նշանակում է, որ քեզանից ավելի խելացի ու իմաստուն մեկը չկա։ Դու կլինես իմ տան վերակացուն, ու քեզ կլսի իմ ամբողջ ժողովուրդը, ես քեզ ղեկավար կկարգեմ ամբողջ Եգիպտոսի վրա, ու միայն գահով կլինեմ քեզանից բարձր»։ Հետո փարավոնը հանեց իր ձեռքի մատանին ու անցկացրեց Հովսեփի մատին, վզին ոսկե շղթա դրեց ու թանկարժեք բեհեզյա հանդերձներ հագցրեց։ Փարավոնը հրահանգ տվեց նրան իր երկրորդ կառքի մեջ նստեցնել, ման ածել Եգիպտոսի մեջ ու նրա առջևից գոչել. «Ծնրադրեցեք»։ Այսպես մեծարվեց Հովսեփը և իսկույն իր պարտականությունների կատարմանն անցավ։ Քանի բերքառատ տարիներ էին, սկսեց պաշար հավաքել, որպեսզի գալիք սովի տարիներին Եգիպտոսի ժողովուրդը սովամահ չլինի։ 7 տարի հետո ողջ երկիրը սովի մատնվեց։ Բոլոր երկրներից մարդիկ Եգիպտոս էին գալիս, որպեսզի Հովսեփից հաց գնեն, քանի որ նա Եգիպտոսի բոլոր քաղաքներում հացահատիկի մեծ պաշար էր կուտակել։ Երբ Հակոբն իմացավ, որ Եգիպտոսում հաց կա, իր տղաներից 10-ին ուղարկեց հաց գնելու, իր մոտ թողնելով միայն իր կրտսեր որդի Բենյամինին։ Հովսեփը ամբողջ երկրի իշխանն էր ու ողջ ժողովրդին հաց էր վաճառում։ Նրա եղբայրները եկան ու մինչև գետին խոնարհվելով խնդրեցին իրենց հաց վաճառել։ Հովսեփը ճանաչեց նրանց, բայց իրենք նրան չճանաչեցին։ Այն օրվանից, երբ իրեն վաճառել էին, ոչինչ չէին լսել ու չգիտեին նրա ճակատագրի մասին, չգիտեին, թե նա ինչ բարձր դիրքի էր հասել։ Հովսեփը այնպես ձևացրեց, թե ոչինչ չգիտի, ու ասաց նրանց, որ իրենք լրտեսներ են ու եկել են ուսումնասիրելու Եգիպտոսի թույլ կողմերը։ Եղբայրներն ասացին, որ իրենք ազնիվ մարդիկ են, մեկ հոր զավակներ, և իրենց կրտսեր եղբայրը տանն է մնացել։ Հովսեփը հրամայեց ձերբակալել նրանց։ Երրորդ օրը նրանց ասաց. «Եթե դուք ազնիվ մարդիկ եք, ապա թող ձեզանից մեկը մնա այստեղ, ու մյուսները թող հացը տուն տանեն, որպեսզի ձեր ընտանիքը սովամահ չլինի։ Բացի այդ ինձ մոտ բերեք ձեր կրտսեր եղբորը, որպեսզի կարողանաք ապացուցել ձեր խոսքերի ճշմարտությունը և որպեսզի ես հավատամ, որ դուք վատ նպատակով չեք եկել այս երկիրը»։ Այս լսելով եղբայրները իրար ասացին. «Մենք պատժվում ենք մեր եղբոր նկատմամբ կատարած մեր մեղքի համար։ Մենք տեսանք նրա հոգու տառապանքները, երբ իրեն վաճառում էինք։ Ահա այն բանի համար ենք պատժվում»։ Նրանք չգիտեին, որ Հովսեփը հասկանում է իրենց լեզուն, որովհետև նրանք թարգմանչի միջոցով էին հաղորդակցվում։ Լսելով նրանց խոսքերը Հովսեփը դուրս եկավ ու արտասվեց, հետո վերադարձավ ու հրամայեց նրանցից մեկին շմավոնին կապել, իսկ մյուսների պարկերը հացով լցնել ու տուն ուղարկել։ Երբ Հովսեփի եղբայրները տուն եկան ու պատմեցին իրենց հորը այն մասին, թե ինչ պատահեց իրենց, Հակոբը վճռականորեն ասաց, որ Եգիպտոս չի թողնի իր կրտսեր որդուն Բենյամինին, որն իր ծերության օրերի մխիթարությունն է։ Սակայն շուտով վերջացավ Եգիպտոսից բերած նրանց հացը։ Հակոբը դարձյալ ուղարկեց իր որդիներին ասելով. «Նորից գնացեք ու մի քիչ ուտելիք բերեք»։ Որդիները պատասխանեցին, որ եգիպտական երկրի կառավարիչը հրամայել էր իրենց ետ չգալ առանց կրտսեր եղբոր։ Հակոբը երկար ժամանակ չէր ուզում Բենյամինին նրանց հետ թողնել, սակայն երբ քաղցը սաստկացավ, օրհնեց նրանց ճանապարհը, ասելով. «Թող ամենազոր Աստված ձեզ շնորհ գտնել տա այդ մարդու մոտ, որպեսզի բաց թողնի ձեր մյուս եղբորն ու Բենյամինին»։ Եվ այսպես տղաները Բենյամինի հետ Եգիպտոս եկան։ Հովսեփը Բենյամինին տեսնելով գնաց մյուս սենյակն ու լաց եղավ, հետո երեսի արցունքները լվաց ու ծառաներին հրամայեց եղբայրների համար մի մեծ հյուրասիրություն կազմակերպել։ Եղբայրները շփոթվեցին, չիմանալով, թե ինչու է նա իրենց այսպիսի պատվի արժանացնում։ Վերջապես Հովսեփն այլևս ուժ չուներ իրեն զսպելու
Նա բարձրաձայն լաց եղավ ու եղբայրներին ասաց. «Ես Հովսեփն եմ, հայրս դեռ կենդանի է»։ Շփոթված եղբայրները չկարողացան որևէ բան ասել։ Այն ժամանակ Հովսեփն ասաց. «Մոտեցեք ինձ»։ Նրանք մոտեցան։ «Ես Հովսեփն եմ, ձեր եղբայրը, որին ծախեցիք Եգիպտոս տարվելու համար։ Իսկ հիմա մի տխրեք, մի ափսոսացեք, որ ինձ Եգիպտոսին վաճառեցիք, որովհետև Աստված ինձ ձեր առջևից ուղարկեց, որպեսզի ձեր կյանքը պահպանվի։ Ուրեմն ոչ թե դուք ինձ այստեղ ուղարկեցիք, այլ Աստված, որն ինձ Փարավոնի տան և ողջ եգիպտական երկրի տերը դարձրեց։ Շտապ գնացեք հորս մոտ ու ասացեք նրան. այսպես է ասում քո որդի Հովսեփը. Աստված ինձ ամբողջ Եգիպտոսի տերը դարձրեց։ Եկ իմ մոտ ու մի ուշացիր, ես քեզ այստեղ կկերակրեմ, որովհետև սովը դեռ 5 տարի պիտի շարունակվի»։ Այս խոսքերից հետո Հովսեփը Բենյամինի վիզն ընկավ ու լաց եղավ։ Հետո գրկեց և համբուրեց բոլոր եղբայրներին, նա սիրում էր նրանց, և ամբողջ սրտով ներեց վատությունը, որ իրեն պատճառեցին։